Սովորելու այս փուլում ցույց եմ տալիս, թե ինչպես կարելի է փակել թևի հատվածը։ Թաքնված ավարտ չենք անելու, ինչպես արել ենք կտուցի դեպքում։ Այս անգամ հելունով ամբողջությամբ կփակենք գործվածքի բաց մասը։ Սկսելու համար պատրաստում ենք անել միացման հատ։ Նախ հանենք մեր ամրակը, քանի որ այն այլևս պետք չէ։ Այժմ հելունը անցկացրեք այն հորիզոնական վեի տակ, որը նշված էր ամրակով։ Հելունի վրա պետք է լինի 3 օղակ։ Հիմա հելունը անցկացրեք արդեն հյուսված թելի մեջ, այնուհետև արեք թելի փաթաթում, այժմ հելունի վրա պետք է մնա միայն 1 օղակ։ Սա կոչվում է միացման հատ։ Հաջորդ քայլը, նորից պտտեք թելը և անցկացրեք այն հելունի վրա գտնվող միակ օղակի միջով։ Այսպիսով հելունի վրա նորից մնալու է միայն 1 օղակ։ Ստացանք օդային հատ։ Հիմա շարունակենք։ Մեր անելիքն է հարթեցնել գործը, քանի որ պատրաստվում ենք իրար միացնել այս երկու կողմերը։ Գտեք առաջին հորիզոնական վեն, բայց մինչ հելունը անցկացնելը, համոզվելու համար հաշվեք, որ ունեք 8 հատ։ Հիմա շարունակենք։ Գտեք առաջին հորիզոնական վեն, հելունը անցկացրեք վեի տակով, բայց դրանով չենք սահմանափակվում։ Հելունը նաև անցկացնում ենք վերջին 8-րդ վեի տակով։ Այժմ հելունի վրա ունենք 5 թել։ Կատարում ենք անթելսնով հատ։ Ինչպես սովորաբար կատարում ենք այս հատը։ Միակ տարբերությունն այն է, թե քանի օղակով ենք անցկացնում թելը։ Հելունի վրա այժմ մնացել է 2 օղակ։ Նորից պտտեք հելունի վրա և անցկացրեք այն 2 օղակների միջով։ Այս գործընթացը կրկնում ենք ևս 3 անգամ, ընդհանուր 4 անգամ, քանի որ ունենք 8 հորիզոնական V։ Այս անգամ հելունը անցկացնում ենք 2-րդ հատի և 7-րդ հատի տակով, որոնք իրար դեմ-դիմաց են։ Կրկին կատարում ենք նույն անթելսյունը։ Նորից կրկնենք նույն եղանակով, հելունը անցկացնելով 3-րդ և 6-րդ հատերի տակով։ Երբ մնում է հելունի վրա 2 հատ, ևս 1 անգամ քաշում ենք մեր աշխատող թելը և անցկացնում ենք 2 հատի միջով։ Վերջին զույգի համար նույն եղանակով օգտագործում ենք 4-րդ և 5-րդ հատերը։ Այժմ ավարտեցինք մեր բացվածքը իրար միացնելու պրոցեսը։ Հիմա վերցրեք մկրատը և կտրեք մեր թելը։ Ձեր թևիկի վերևի հատվածում պետք է տեսնեք 4V, քանի որ մենք 8-ը միացրել ենք իրար երկուական։ Կտրում ենք մոտավորապես 15 սանտիմետր։ Վերջին քայլը կատարելու համար թելը փաթաթեք հելունի վրա, քաշեք վերջին օղակով և հանեք ամբողջությամբ թելի ծայրը, որպեսզի մեր գործը չքանդվի։ Ձգեք այն։